Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Վանաձորի քաղաքային լճերի հիմնանորոգման էսքիզ առաջարկ ենք ներկայացրել եւ կարծիքները տարբեր են, թե ինչպիսին լինի լիճը, մենք էլ երկմտանքի մեջ ենք, բայց մինչեւ դրան անդրադառնալը նախ կուզեմ ընդգծել, որ լճերը երկարաժամկետ վարձակալության էին տրված եւ ի պատիվ վարձակալի մեր քննարկումների արդյունքում վարձակալը հրաժարվեց իօգուտ համայնքի վարձակալության պայմանագրից եւ դա մեզ հնարավորություն տվեց հիմնանորոգման մասին մտածել, ինչու են կիսվում կարծիքները եւ նաեւ մենք ինչու ենք երկմտանքի մեջ։ Նախ մենք ուզում ենք շատրվաններ այդտեղ կառուցել ժամանակակից լուսաձայնային, որը շատ տեսանելի կփոխեր քաղաքի արտաքին տեսքը եւ խոշոր ծրագիր էր դա հիրավի, բայց նաև գիտեք, որ լուսաձայնային շատրվանները հոսանքով են աշխատելու եւ ջրի մեջ լինելու է հոսանք։ Մյուս կողմից նույն լճում կա լողանալու եւ նավակներ վարելու վաղեմի ավանդույթ եւ մենք էլ չենք ուզում այդ ավանդույթը կորցնել, բայց երկուսը համատեղել կարծես թե չի հաջողվում։ Ես հիմա լուծումների մասին խոսեմ, նաև առաջարկ կանեմ, մենք հանրային լսումներ էլ արեցինք տարբեր կարծիքներ լսելու համար, մենք գիտակցում ենք, որ հանրային նշանակություն ունի այս ծրագիրը քաղաքի եւ վանաձորցիների համար եւ պատրաստ ենք բացենք բոլոր տեսակի կարծիքները, այդ թվում մասնագիտական լսելու կարծիքները եւ լուրերը, որ շրջանառվում են, որ իբր մարզպետարանում կա աշխատակից, որը լիցենզիա ունի շատրվանի տեղադրման, իհարկե իրականությանը չեն համապատասխանում եւ աբսուրդ են մի քանի պատճառով։ Պատճառ առաջին շատրվանի տեղադրման համար լիցենզիա չի պահանջվում ընդհանրապես։ Պատճառ երկրորդ դա մեկ միասնական գնում է տենդեր է, որը օրենքով սահմանված կարգով հայտարարվում է եւ մասնակցում է որևէ ընկերություն, որին մենք չենք ճանաչում եւ ճանաչել չենք կարող եւ երրորդը իմ ղեկավարած մարզպետարանում չի կարող լինել որևէ պետական պաշտոնյա, որը որևէ տենդերի մեջ մասնակցություն ունենա, նա կազատվի աշխատանքից րոպեների ընթացքում եւ նաեւ մեծ հավանականությամբ քրեական օրենսգրքի սահմաններ կհատի եւ իրավապահներն էլ կմիջամտեն։ Հիմա մտածում ենք հետեւյալը անենք, 2 կամ 3 էսքիզ առաջարկ կունենանք, պատրաստ ենք եւս մեկ կամ մի քանի հանրային քննարկումներ ունենալ մարզպետարանում, բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել, ճարտարապետների մասնագետների հետ առանձին քննարկում կունենանք եւ կհրապարակենք 2 կամ 3 էսքիզ առաջարկ եւ դա կդնենք նաեւ քվեարկության սոցցանցերով, միգուցե Facebook-ով դա լայնորեն կտարածենք, երկար կսպասենք, ողջամտության ժամկետներում իհարկե եւ նաեւ այդ քվեարկության արդյունքները հաշվի կառնենք։ Մի տարբերակը միգուցե լինի այն էսքիզ առաջարկը, որը մենք ի սկզբանե հրապարակել ենք, ամբողջությամբ լուսաձայնային շատրվաններ։ Մի տարբերակը միգուցե լինի լիճը նույնությամբ թողնել ուղղակի բարեկարգել տարածքը, բնականաբար ջուրը փոխել, նոր համակարգեր տեղադրել եւ այլն։ Եվ միգուցե երրորդ տարբերակել ունենանք, լիճը կիսենք երկու մասի, պատով առանձնացնենք, մի հատվածում լինի նավակ վարելու հնարավորություն լողալու, մի հատվածում լինի շատրվանների հնարավորություն, սա իհարկե լճի տեսքը փոխելու է եւ մենք կարծես թե հակված չենք այս տարբերակին, բայց միևնույնն է, պետք է քննարկել, հասկանալ եւ լավագույն լուծմանը գալ։ Եվ ամփոփելով ուզում եմ ասել նաեւ, որ այդ լուսաձայնային շատրվանները բավականին բարձրաժեք, թանկ ծրագիր են քաղաքի համար եւ դրա ձեռք բերելն էլ բավականին լուրջ գումարների մասին է խոսքը, մոտարկված արժեքը 600 միլիոն դրամ, պլյուս մինուս դեռ նախահաշվային թիվը կոնկրետ չունենք։ Այնպես որ կշարունակենք այս մասով քննարկումները, մենք բաց ենք, կառուցողական ենք, միանձնյավորոշում հանրային նշանակություն ունեցող հիմնանորոգման ծրագրում չենք կայացնելու բնականաբար եւ նաեւ շնորհակալ ենք բոլոր քաղաքացիներին եւ բոլոր նրանց, ովքեր կարծիք են հայտնում, դիտարկում են անում, այս տրամաբանությամբ էլ կշարունակենք։